Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան, ձեր ուշադրությունն ուզում հրավիրեմ մեղադրողների կողմից իրենց տեսակետը միջնորդությունը ներկայացնելու ձևաչափի։ Ուրեմն մեղադրողները սկսեցին Կարապետ Ղուկասյանի մեղսագրված արարքը նկարագրելով, ընդ որում անմեղության կանխավարկածը խախտելով իրենց խոսքի մեջ երբեք չհնչեց ուրեմն տեսակետը, որ սա ընդամենը հնարավոր հանցագործության կատարման մասին է խոսքը կամ որ մեղադրվում է այսպիսի արարքի մեջ։ Դա նաև հանրության մեջ, քանի որ ուղիղ հեռարձակում է կատարվում, իմ կարծիքով դրա նպատակը նաև որ հանրության մոտ այնպիսի տպավորություն թողել, քանի որ ուրեմն դիտողների մեծ մասը իրավաբան չեն, որ արդեն ապացուցված է, որ Կարապետ Ղուկասյանը արդեն հանցագործությունը կատարել է, վերջացրել է, հիմա մենք ընդամենը մնումաստ է, չգիտեմ ինչով ենք զբաղվելու, մնացած ժամանակում։ Ես խնդրում եմ, որպեսզի մեղադրողները ցուցաբերեն նաև հրադադարական իրավունքով պատշաճ վարկագիր եւ այսօր հետո խոսքի մեջ հղում կատարեն նաև հնարավոր կամ ըստ մեղադրանքի բառակապակցության դրան։ Մեղադրանքը թվարկելուց հետո, կատարած արարքը այսպես ասած մեղադրանքը թվարկելուց հետո նշվեց, որ վերջին ծանր հանցագործությունը պատվարժան դատարանը։ Բնականաբար բոլորս գիտենք, որ քրեական դատավարությունը ընդամենը 3 հիմք է նախատեսում խափանման միջոցի հետ կապված եւ արարքի ծանրությունը այդ հիմքերի մեջ չի մտնում։ Եվ որպես հիպոթետիկ հարց, ես այս հարցը իհարկե մեղադրողների կողմից դրա պատասխանի ակնկալիքը չունեմ, իհարկե իրանք կորոշեն, եթե ուզենան պատասխանը շատ ավելի լավ։ Այդ հիմքերից որ մեկն է, որ իրենք հիմք են ընդունել խափանման միջոց կալանքի հետ կապված։ Արդյոք փախուստի հավանականությունը հիմք է ընդունվել։ Արդյոք նոր հանցագործություն կատարելու հավանականությունը հիմք է ընդունվել։ Այս մասին էլ որից է խոսք չեղավ, մենք ենթադրում ենք, որ հիմք է ընդունվել ընդամենը խոչընդոտելու հիմքը, եւ այդ խոչընդոտելու հետ կապված թվարկվեց, որ 46 վկատ ուժով գոյություն ունի եւ այս խոչընդոտելը բոլորի հետ ըստ էության կարող է տպավորություն թողի, որ արկա է։ Պատվարժան դատարան, ես մեղադրական եզրակացության կազման հետ կապված բնականաբար գիտեմ, որ դատավարությունը նման պահանջ չի դնում, բայց նաև որպեսզի պաշտպանության իրավունքը ավելի առարկայական լինի, ենթադրում եմ, որ գոնե ինչ-որ կերպ պետք է ասենք, կոնկրետ մեր պաշտպանյալի հետ կապված այս բոլոր թվարկվածներից որն է առնչվում։ Ասենք ես նորից հիպոթետիկ հարց կարամ տամ, ասենք Հորիկ Ասատրյան վկան առնչվում է մեր պաշտպանյալի հետ, թե չի առնչվում։ Իմ գործընկերը ասեց, որ ընդամենը 4 հոգի է, բնականաբար մենք ապացույց չենք հետազոտել եւ այդ կապակցությամբ մենք չենք այսօր այդ հարցը քննարկում, բայց ես մի այսպիսի ընդհանուր վերացական, ինչ-որտեղ նաև մեր խոսքը ավելի ծանրակշիռ դարձնելու հայտարարություն ունեմ անելու։ Ես քիչ առաջ փոխարկել եմ իմ պաշտպանյալի հետ, մենք այս պահին հայտարարում ենք, որ բոլոր վկաների ասածները մեր համար ընդունելի են։ Բոլոր վկաների, այսինքն չկա մի վկա, որը ինչ-որ բան ասել ու մենք այդ ասածի հետ կապված խնդիր ունի։ Ինչ որ ասվել է, մենք այս պահին ընդունում ենք, որ ասվել է ճիշտ, օբյեկտիվ, ոչ մի առարկություն այս կապակցությամբ չունենք։ Այս հիմքը վերեք մտածենք, որ չկա վկաների վերաբերյալ որից է մեկը մեր հետ կապված ոչ մի խնդիր չունի, ով ինչ ասել է, մենք ընդունում ենք, որ ճիշտ է ասել եւ ասել է ներկայացրել է իրավիճակը ճիշտ օրինաչափ։ Մյուս հարցը, որի ես կուզենայի անդրադառնալ, դա հետեւյալն է։ Ասում են անընդհատ, որ Կարապետ Ղուկասյանը պաշտոնյա անձ է։ Ինչով են սա հիմնավորում, պաշտոնի անձնագրով, ինչ ունի ինքը անելու, որ ինքը պիտի անի եւ դառնա, ոչ հրամայական ինչ-որ լիազորություններ ունի, տնտեսական ինչ-որ լիազորություններ ունի, իր ստորագրությունը ինչ-որ միտեղ անցնում, որ ասենք ինքը մի փաստաթղթ ստորագրի, ասեն դե գիտեք ինչ է սա ստորագրել է, արդեն սա դառավ պաշտոնական փաստաթղթ, չկա այդպիսի բան, այսինքն նորից եմ ասում, մենք հիմա գտնվում ենք մի փուլում, որտեղ ապացույցները
ուսումնասիրելով կատողություններ ենք անում, բայց ուրիշ տարբերակ մենք ընդհանուր չունենք։ Կարապետ Ղուկասյանի պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքը այս գործի մեջ մտցվել է մենակ նրա համար, իմ համոզմամբ, մտցվել է նրա համար, որպեսզի այս իրավիճակին առավել շուկ հաղորդվի ճակերտների մեջ պաշտոնատար անձ չի Կարապետ Ղուկասյանը։ Հիմա այս կապակցությամբ նաև քիչ առաջ նշեց, որ հիմքերից մեկն էլ հանդիսանում է նա, որ նախաքանության ինչ-որ փուլում Կարապետ Ղուկասյանը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվել եւ այդ ոչ պատշաճ վարքագիծը ընդամենը ներկայացվեց, որ վերջինս խոսել է իր բարեկամի Սպարտակ Ղուկասյանի հետ։ Դա հարց։ Ես նոր եմ իմացել, որ արգելանքի տնային կանանքի տակ եղած մարդու հետ կապված կա որոշակի ցուցակ, որը դատարանը ներկայացնում է, թե ինչ կարելի անել, ինչ չի կարելի անել։ Ընդ որում այդ ցուցակը շատ դեպքերում տարբերվում է։ Կանանքի տակ եղած մեկին ասում են, որ ինքը քաղաքական հայտարարություններ անի, եւ մեկին ասում են չի կարող քաղաքական հայտարարություն։ Այսինքն սա հայացողական է։ Հիմա Կարապետ Ղուկասյանը ինչ իմանալ, որ ինքը Սպարտակ Ղուկասյանի հետ հեռախոսով խոսալու իրավունք չունի։ Եթե Կարապետ Ղուկասյանի հետ կապակցությամբ ստորագրություն ա տվել, իրան առանձին ասել են, չգիտեմ, էլի ասենք որ այս կապակցությամբ հանրային ինչ-որ լուրջ խնդիր ա եղել, ասենք լավ, էլի ճիշտ ա, Կարապետ Ղուկասյանի չես խոսում քո բարեկամի հետ, ինչ խնդիր ունեիր։ Այս կապակցությամբ ես ինքն ընդհանրապես ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորում, մարդուն ասենք, որ դու խոսել ես, իրավունքը չունեի, ինչ ես խոսել կարևոր չի։ Դու խոսել ես իրավունքը չունեի, այ դրա համար հիմա դու կանանքի տակ ես։ Այսինքն ինչ ես տրամաբանություն չեմ հասկանում։ Պատվաժան դատարան։ Իհարկե այնպիսի տպավորություն չստեղծվի, որ մենք մեր մյուս Եղադրյալների հետ կապված այս հանգամանքում ինչ-որ բան ունենք, հակասություն ունենք, բայց ցանկացած որոշում, ցանկացած նաև միջնորդություն պետք է լինի իրավաչափ։ Այսինքն պետք է ասվի, տես մի որոշումը, տես պատճառով, սենց ենք նկատում, այն մյուսը, թե չէ կմաճուկի նման բան է դառնում։ Դատարանը մի քիչ առաջ այդ հարցը բարձրացեց, մի կարճ ես ռեպլիկա անեմ, այո, տրամաբանության մեջ չի տեղառնում, երբ որ ղեկավարը գտնվում է ազատության մեջ, փառկաստում գտնվում է ազատության մեջ, քավլիցի այդ կապակցությամբ, որ այս խնդիր չունենք, բայց իր օգնական է գտնվում է անազատության մեջ, որովհետև ինքը միջնորդ է հանդիսացել, այդպես է ամենայնպես ասվել, այդ դեպքում երբ որ Կարապետ Ղուկասյանի միջնորդ հանդիսանալու վերաբերյալ գործում որևիցե ապացույց չկա մի հատ տեղ, որտեղ ասենք, որ գիտեք ինչ, իր ղեկավարն իրան ասել է, այս ինչ քայլներ է ինքն էլ արել է։ Այդ պայմաններում վերջինիս այդ արարքը դիտել որպես բանավորման հիմք, նույնպես իմ պատկերացման անդրահանական է միջնորդության եզրափակիչ մասի հետ կապված միանում եմ իմ գործընկերոջ տեսակետին եւ ինչ որ միջնորդվեց նույնը ես եմ խնդրում պատվարժան դատարան շնորհակալություն։ Հավաքից բան հաշվում ձեր ելույթի հետ կապված մեկ դիտարկում ունեմ, կարծում եմ դա հետագայում հաշվի կառնել, դուք որդորեցիք, որ հանրային մեղադրողները պատշաճ դատավարական վարքագիծ դրսևորեն, քանի որ իրենց խոսքում անձնանորոգության կանխավարկած է։ Եթե դատարանը նման դիրքորոշման լիներ, այսինքն համակարգիչ լիներ հետ, անմիջապես կարձագանքի եւ այդ արձագանքը արողը հենց դատարանն է, դες կխնդրեմ, եթե նման ձևակերպումներ ունեք, ավելի այդ մասով օրենք լինի, քանի որ կարծում եմ հանրային մեղադրողները որևէ դատավարական անպատշաճ վարքագիծ չդրսևորեցին իրենց ելույթով, մեղադրանքի կողմը բնականաբար գործը դատարան ուղարկելիս համոզված է, որ անձանց դատապարտումը հավանական է եւ այդ կողմի դիրքորոշումն է, բայց դա չի նշանակում, որ անձին պատշաճ վարքագիծ չեն դրսևորում։ Եթե կողմերից որևէ մեկը դատավարական կամ առհասարակ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, դա անմիջապես դատարանի ուշադրությունը կդրավի եւ դրա հետ կապված համապատասխան արձագանքը կլինի։ Դա թողեք դատարանը։ Շատ լավ, պատվարժան։